Թուլացած ձեռքեր ուժոցուցեք և դողդոջուն ծունկեր զորացուցեք, թուլասիրտներու լսեք ուժոցեք մի վախենակ, ձեր Աստվածը վրեշնությունով, Աստծո հատուցումով կուգա, անիկա պիտի գա ու ձեզ պիտի ազատել։ Սիրելիներ, այստեղ քույրիկա, որը գիտի, մեզ մի հատ քույրիկ ունենք Ռոզանով 3-րդ մասում, այրան անկում էր ապրել և արդեն պահել որ կմահանա։ Տղաները խառնվում են, այն բժիշկը, որ խոստացել էր կապրեսնի վախից փախնում է։ Քույրիկ հետաքրքիր, Ռոզա քույրիկը չեմ ասում դες հրճակավոր երիմաստի քույրիկ էր, սովորական բայց հավատի քույրիկ էր։ Իր ազավակը որ մեռել էր, երեխին արել էր ասել դու մեռել էր հարցանով Աստված ես պատրաստի ժամանակ, երեխին արել էր որգից դուրս էր վազել, բոլոր բժիշկները վազել քույրերը վազել են ետևից և այս քույրիկ այն հավատներ ունեցել, որ երեխան պետք է կենդանանա, մորգից որտեղ մեռելն են ընդրնում և արտասուքները աչքերից ընկել երեխան վերջա կենդանացել էր այդ երեխան։ Եկել էր այն ժամանակ, որ ինքը մահվանի վանդության մեջ էր, այլոտակոս սննում է, բժիշկը վախից փախնում է, տղաներն ասում ինչ է քուչապի մատնվում, ինչ է շփոթել, սատանայի առաջին նպատակն է շփոթմունք և վախ բերի քեզի։ Նրա գործելակերպն է, նա վախ է բերում, ներշնչում, Հիսուսն ասեց մի վախեցի, միայն հավատա, հարյոս մի վախեցի, թեկուզ ռաբիսը նվագում է, մահվան նվագը, մի վախեցի, ես ձեր հետ եմ իջև աշխարհի վերջը, և Ռոզակորիկն ասում է, եթե իմ մեջ մի կաթետ Քրիստոսի այլունիկա բավարար է ինձի, ինչ պետք է ինձի մարդկային այլան տոկոսը շատ լինի, եթե մի կաթետ, և դրանից հետո իր այլան բանը բարձացել է, այն ինչ որ անում է հավատքը չի անում և երկրավոր մի զորավոր ուժ, թող Տիրոջ անունը փառավոր իմ սիրելի քույր եղբայրներ, ինչ անենք որ մեր հավատքը շատանա, ինչ անենք հավատքը շատանա, հավատալ Աստվածին, գրված այդպես, արդ հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքին, մի կասկածանքիր, անսուտն Աստվածն է, դրա բերանից իրաց խոսքը այո և ամեն են, հավատա կրտնի այդ խոսքի վրա, պարզ կերպով, ես վերջերս իմ կինս Մահամերց հիվանդությամբ գլխի ստրոկ տարավ, մի կերպ այդպես այրուն է նստես Պավել եղբայրը մեր մոտ էր Ամերիկայում տարանք հիվանդանոց գիշերվա 4:30-ները 13 թվի մայիսի 22-ներ է դեպքը գիշերն ես արթնացա նկատեցի ինքը մի հատ վախ արեց ասի ինչ է դա սովիկ ասես գլուխս աշխատ զենդվեցի երբեք անավակվեցին երեխաներն եկան շտաբագրություն եկավ տարան հիվանդանոց Պավելը արտավազ եղբայրը երեսներն եկան աղոտկարին բայց գիտակցում բան չկար աշխերը այդպես փակ էր տաներով վերտալյոտ էնել աստվածարից տեղափոխվեցին Ստանֆորդ, այդպես համաշխարհային հիվանդանոց է, որը Ստանֆորդ քաղաքն է Սան Ֆրանցիսկոյի մոտ, իրանք վերտալյոտով տարա մենք ավտոյով գնացինք։ Նո բժիշկներն եկան ասին մենք աղոթում ենք 4 երեխեքը եւ ես եւ եկեղեցին եւ ամենուր եկան ասին մի տարբերակ ավելի բացենք, ասի բացենք, երակով չենք կար, ասի բացենք, խաղաղ էր։ Շատ կարևոր է ժամանակ այդ բարիսը դերբարությունը նայք ու ներսի։ Սատանայի առաջի գործը տագնապերի քեզ խուճապ, վախենաս, վախ։ Որսորդները սկզբից շունն են պաստոր, որ որսը խախտվի, նա շփոթվի, որ հեշտվի։ Սատանա առաջին նպատակը քեզ խուճապ սարքի, քեզ անի Աստծո դաշտից, վախ բերի քո վրա։ Աստծո որդին Հավիտյանս Հավիտենի կենդանի է, նա մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Դու կարող ես մարդը չիմանալ, բայց նա քեզ չի թող ես ձեզ հետ եմ միջի վերջը։ Վերջը օպերացիայի համաձայն եմ, ստորագրեք ստորագրում եմ, երեխեք նայում են ինձ, բարի հարուցում այլամս հաստատում են, վերջը մյուսները լացում են, տարան օպերացիայից եկավ, մեկ է դիշերի երաս տեսա, օպերացիան հաջող էր, բժիշկի թերն է բրնեցիասի բժիշկան, սերական էր, պիտի աղոթենք, որ Աստված քո ձեռքերի միջոցով գործի, բացեցին ճակատը, այլունը մաքրեցին, մի 18 օր պարկավ այդպես հիվանդանոց ինչ-որից է, օպերացիայի դիշերը երաս եմ տեսնում, սատանան չի բավարարվում Նա Աստծով բժշկվեց, ընդունենք։ Գիշերի երազ եմ տնում, արթնացա երեխին ասեց որ փոթության օր է։ Ասի գիշերի երազից ես այսպես նստած եմ, թե կանգնած երեխեք հետևից մասնում եք հետենամ, մի գեղեցիկ իդեալական կին, հեշտակային կերպարանքով գալիս է դեպիս, բայց մորից մերկ, ոսկից սարկած ու գալիս ես։ Ես մոտեցա, ուզում եմ երեխի մոտ, անշնոր կին, դու պատկառանչում ես ես իջա դու վիճակը։ Մի շորքից վրետ։ Ես խոսքի վրա ինքը խախտվեց, ես հիշնակը դարավ մի անգամից հրեշ, բերանը գծեց, որ իսիմ ձերը կուր դա, ժանուկները տեսա, այդ բարագային ձաղցը ոտեսին, աչուկ երազիք մեջ, աչուկ ձերիս որտեից այդ սպիտակ առարկան եկավ, բերանը մծերի, մի անգամից երեխեքի կոնստրուկտորներ կային, որ փրվում են, փրվա հութունը տապավ,
երեխեք ասեցոր փորձություն տան։ Բժիշկները ամբողջ օրը աշխատում են, որ տանեն նա ստուգեն, ասի չհավատի, հավատքը մի փորձիր, ասի ինչ եղել, եթե պետք իմանա դու մանա։ Ես Աստծուց ավելի գթառակ չեմ, բայց Աստված արդեն արել է։ Հիմա պետք է երակ մտնել հետաքրքրի մեջ տենան, լավ են կապցել թե չէ, ասի ոչ։ 3 ամիս հետո բեշնասն է ինչ ես ասում, ներվապատալոգ եկավ, քույր եկան, միայն ես կարծեմ հնդիկ էր ռուսարչիկ ասեց, ինչի վրա հիմնված ես կանգնիդելու վրա, մի խախտի։ Սատանայի նպատակն է, որ ես հավատի ինքիս ոգի, Աստծո խոսքի վրա կասկած բերի, օրհնյալ լինի Տիրոջ խոսքը։ Այդ խոսքն այսօր ես երկպահում եմ, մենք հենված ենք այդ խոսքի վրա։ Վիճակիդ մի նայ, վիճակիդ ինչի ես նայում։ Բաղնիկ որ գնում ես, բաղնիկը դրա համար է, որ քիչ կեղտոտ է, թե շատ կեղտոտ մաքրի քեզի։ Աստծո խոսքը բաղնիկ է, որ մաքրում են մեր բոլոր հոգիները։ Հիմա մենք մաքրում ենք Աստծո խոսքով։ Դա այդ խոսքի զորությունով է մաքրում մեր միտքը, մեր մեջ հավատք է կառուցում։ Եվ այդ հավատքը զորավոր հավատք է։ Ամեն բանի կարան հաղթել, բայց ոչ հավատքի, բայց խաբում է, որ հավատքից ինքնես Թող Տիրոջ անունը բարոյի, մենք ապրում ենք մի շրջան, որ հավատքը մեզ պետք է տանի, ոչ թե մենք հավատքին տանենք, հավատքը մեզ պետք է տանի, հավատքը որպես կյանք շրջան ենք մտնում, հավատքով ապրելու շրջան, ամեն։ Առաջին դարի եկեղեցին հավատքի շրջան է ապրել, տեսնելով ձեր հավատքը Հիսուսի վրա եւ ձեր սերի իրար վրա, ես աղոթում եմ, որ Աստված երկնային փառքը ձեզ ժառանգությունը ցույց տա։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, կանգնեք ոտքի աղոթք